Ձեր ճակատագրի կոդը։ Ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին հաջորդ 5 տարիների ընթացքում։ Աստղագուշակությունը բացահայտում է ներուժը, իսկ թվաբանությունը տրամադրում է ճշգրիտ կոդեր եւ ռիթմեր դրա իրականացման համար։ Երբ այս երկու իմաստուն համակարգերը միավորվում են, մենք ստանում ենք ապագայի եզակի քարտեզ։ Այսօր մենք կմիավորենք ձեր կենդանակերպի նշանի էներգիան գլոբալ թվաբանական ցիկլերի տատանումների հետ, բացահայտելու համար 2026-ից 2030 թվականների միջև ձեզ սպասող հիմնական թեմաներն ու դասերը։ Սա կանխատեսում չէ, այլ գիտակցված գործողությունների ուղեցույց։ Առաջ գնացեք ձեր անձնական կոդը վերծանելուն։ Խոյ, առաջնորդի եւ առաջնորդի կոդը։ Այս տարիները, սիրելի խոյեր, ձեզ համար կլինեն նոր հավակնոտ հիմք դնելու ժամանակ։ Ձեր կրակոտ բնույթը կստանա հստակ ծրագիր տիեզերքից։ 2026 առաջին տարի, սկիզբ։ Միասնության տատանումը ձեզ հզոր մեկնարկ է տալիս։ Սա համարձակ նախաձեռնությունների տարի է, հատկապես ձեր կարիերայում եւ անձնական նախագծերում։ Մի վախեցեք սկսել զրոյից։ Դուք ունեք աջակցություն առաջ շարժվելու համար։ Գործողություններ ձեռնարկեք ինքնուրույն։ 2027 երկրորդ տարի, միություն։ Երկուսը կոչ է անում դիվանագիտության։ Հաջողությունը կգա գործընկերության, բանակցելու ունակության եւ համբերության միջոցով։ Խուսափեք բախումներից։ Ձեր ուժը այժմ ձեր դաշնակիցների հետ ներդաշնակության մեջ է։ 2028 երրորդ տարի, ուրախություն։ Եռյակը կբացահայտի ձեր ստեղծագործական ներուժը։ Սա ինքնադրսևորման, պայծառ գաղափարների, ճանապարհորդությունների եւ հասարակական ակտիվության տարի է։ Թույլ տվեք ինքներդ ձեզ ստեղծել եւ վայելել կյանքը։ Սա կգրավի հաջողություն։ 2029 երրորդ տարի, կայունություն։ Քարյակը պահանջում է անցում գաղափարներից գործնականին։ Ժամանակն է կառուցել, կազմակերպել գործերը եւ ամրապնդել ձեր ֆինանսական եւ տնային հիմքերը։ Համբերությունն ու քրտնաջան աշխատանքը երկարաժամկետ պտուղներ կտան։ 2030 5-րդ տարի, ազատություն։ Հնգյակը բերում է փոփոխությունների ծարավ։ Կտրուկ, բայց բարենպաստ շրջադարձերի տարի։ Գործունեության կամ միջավայրի հնարավոր փոփոխություն։ Եղեք ճկուն եւ բաց նոր փորձառությունների համար։ Ցուլ, ստեղծողի եւ պահապանի կոդը։ Ձեզ համար, սիրելի ցուլ, հնգամյա ժամանակահատվածը կնվիրվի խորը ներքին վերափոխմանը եւ արժեքների վերագնահատմանը, որը կհանգեցնի երկարատև բարգավաճման։ 2026 9-րդ տարի, ավարտ։ 9-րդը ավարտում է հին ցիկլը։ Սա ժամանակն է թողնելու հնացած հարաբերությունները, նախագծերը կամ սովորությունները։ Տեղ ազատեք նորի համար։ Ֆինանսական արդյունքները կամփոփվեն։ 2027 առաջին տարին նոր ռեսուրսներ։ Մաքրումից հետո եկել է նոր ֆինանսական հոսքերի եւ գումար վաստակելու գաղափարների ժամանակը։ Համարձակորեն հայտարարեք ձեր տաղանդների մասին։ Դուք հուսալիորեն պաշտպանված եք։ 2028 երկրորդ տարին արժեքավոր կապեր։ Ուժեղ, օգտակար դաշինքներ կառուցելու տարի։ Հենց հիմա կարող է տեղի ունենալ ճակատագրական հանդիպում, զուգընկերոջ հետ, գործարար կամ անձնական։ Վստահեք ձեր ինտուիցիային ձեր ընտրության հարցում։ 2029 երրորդ տարին առատություն տաղանդի միջոցով։ Գեղեցկություն եւ հարմարավետություն ստեղծելու ձեր ունակությունը կհասնի նոր մակարդակի։ Հոբբին կարող է դառնալ եկամտի աղբյուր։ Շրջապատեք ձեզ գեղեցկությամբ։ 2030 չորրորդ տարին երազանքների հիմքը։ Քարյակի տատանումը թույլ է տալիս ձեզ գտնել երկար սպասված կայունությունը, գնել անշարժ գույք, ամրապնդել ձեր բիզնեսը, ստեղծել ընտանիք։ Ձեր նախորդ ջանքերը մեծապես կարդարացվեն։ Երկվորյակներ, հաղորդակցի եւ որոնողի կոդը։ Սիրելի երկվորյակներ, ձեզ սպասում է հորիզոնների ընդլայնման հետաքրքիր 5 տարի, որոնցից յուրաքանչյուրը կբերի նոր արժեքավոր փորձառություններ։ 2026 8-րդ տարի, հեղինակություն։
8 թիվը նպաստում է կարիերային եւ հանրային ճանաչմանը։ Համարձակորեն ստանձնեք պատասխանատվություն եւ ցուցադրեք գործարար հմտություն։ Սա նյութական աճի եւ բարձրացված կարգավիճակի ժամանակաշրջան է։ 2027 9-րդ տարի իմաստություն։ Փիլիսոփայական մտորումների եւ ուսուցման տարի։ Ավարտեք կարևոր դասընթացները եւ կիսվեք ձեր գիտելիքներով։ Ճանապարհորդությունը կարող է փոխել ձեր աշխարհայացքը։ 2028 առաջին տարի նոր սոցիալական շրջանակ։ Կհայտնվի ընկերների նոր շրջանակ, որը կապահովի ոգեշնչում եւ հնարավորություններ։ Սկսեք մեդիա նախագծեր եւ գտեք ձեր լսարանը։ 2029 երկրորդ տարի երկխոսության խորություն։ Ժամանակն է անցում կատարել կապերի քանակից որակի։ Մեկ խորը մտերիմ զրույցն ավելի արժեքավոր կլինի, քան 100 մակերեսային զրույցները։ Ձեր կապը ձեր եղբոր քրոջ հետ կամրապնդվի։ 2030 երրորդ տարի ստեղծագործական իրականացում։ Նախորդ տարիներին ծնված գաղափարները կստանան վառ տեսք։ Գրեք, խոսեք, ստեղծեք։ Ձեր խոսքը կունենա հատուկ կշիռ։ Խեցգետին օջախի եւ ինտուիտիվ պահապանի կոդը։ Ձեզ համար, սիրելի խեցգետիններ, այս ցիկլը ներքին աջակցություն գտնելու եւ հուզական խորությունը անսահման ուժի վերածելու ուղի է։ 2026 7-րդ տարի ինքնավերլուծություն։ 7-ը կոչ է անում ձեզ լռության։ Սա ինտուիտիվ ներթափանցումների, հոգևոր որոնումների եւ հոգեբանի կամ մենթորի հետ աշխատելու տարի է։ Վստահեք ձեր ներքին ձայնին, այն անսխալական է։ 2027 8-րդ տարի աջակցություն գործընկերության մեջ։ Ութնյակի տատանումները հարաբերություններում կբերեն ամուր, ֆինանսապես ապահով միություն կամ առկա հարաբերությունները կբարձրացնեն նոր, ավելի պատասխանատու մակարդակի։ 2028 9-րդ տարի ընտանիքի բուժում։ 9 հրավիրում է ձեզ լուծել հին ընտանեկան խնդիրները, ներել եւ բաց թողնել։ Սա կազատի հսկայական էներգիա ստեղծելու ձեր սեփական սիրո եւ անվտանգության տարածքը։ 2029 առաջին տարի նոր սկիզբ տանը։ Հնարավոր է տեղափոխություն, վերանորոգում կամ կարևոր ընտանեկան իրադարձություն, երեխայի ծնունդ, հարսանիք։ Դուք կզգաք ձեզ ձեր կյանքի ճարտարապետը։ 2030 երկրորդ տարի ներդաշնակություն հոգում։ Խորը հուզական հավասարակշռության եւ բուժման տարի։ Դուք վստահություն կստանաք, որ ձեր զգայունությունը պարգև է եւ ձեր ստեղծած հարմարավետությունը անգին է։ Առյուծ սիրտ եւ ալիքներ կոդը։ Սիրելի առյուծներ, ձեր հնգամյա շրջանը անձնական ամբիցիայից մինչև հոգու իրական ստեղծագործականություն ճանապարհորդություն է, որտեղ ճանաչումը կդառնա ներքին լույսի արտացոլում։ 2026 առաջին տարի էգոյի առաջընթաց։ Մեկի թրթռումը ձեր լավագույն ժամն է։ Ակտիվորեն առաջ մղեք անձնական նախագծերը, համարձակորեն ինքնահաստատվեք։ Սա այն ժամանակն է, որ մեկնարկեք այն, ինչ ձեր սրտում է։ Մի սպասեք հաստատման, գործեք եւ ձեզ կընկատեն։ 2027 երկրորդ տարի միություն ոգեշնչման հետ։ Երկուսը մեղմացնում է ձեր ճնշումը։ Հաջողությունը կգա հոգեհարազատ հոգու կամ խորհրդատուի հետ համագործակցության միջոցով։ Եղեք լավ լսող, ամենաարժեքավոր գաղափարները կգան ուրիշներից։ 2028 երրորդ տարի փայլ եւ ուրախություն։ Եռյակը ստեղծագործական աղբյուր է բաց թողնում։ Ինքնաարտահայտման, սիրավեպի, կենսունակ իրադարձությունների եւ ձեր տաղանդների ճանաչման տարի։ Թույլ տվեք ինքներդ ձեզ փայլել առանց որևէ արգելքի, դա ձեր բնական տարերքն է։ 2029 չորրորդ տարի փառքի հիմնադրում։ Քարյակը պահանջում է անցում հմայքից դեպի հուսալիություն։ Համախմբեք ձեր հաջողությունները, հաստատեք ֆինանսական կարգապահություն եւ աշխատեք երկարաժամկետ կերպարի վրա։ Աշխատասիրության վրա կառուցված փառը անսասան է։ 2030 5-րդ տարի սրտի արկած։ Հնգյակը բերում է ազատության ոգի եւ անսպասելի շրջադարձեր։ Դուք կարող եք գրավել տեսարանի փոփոխությամբ եւ ռիսկային, բայց ոգեշնչող նախագծերով։ Բաց եղեք արկածախնդրության համար,
Դա կվերականգնի ձեր ներքին կրակը։ Կույս, վարպետի եւ ալքիմիկոսի օրենսգիրքը։ Ձեզ համար սիրելի կույսեր, այս ցիկլը առօրյա աշխատանքը վարպետության, իսկ առողջապահությունը անսպառ ուժի աղբյուրի վերածելու արվեստ է։ 2026 Յոթյակը կոչ է անում ձեզ ավելի խորը ուսումնասիրել։ Սա նուրբ հարթությունների հետ աշխատելու տարի է, խորանալով մասնագիտական գիտելիքների մեջ, ուսումնասիրելով դիետոլոգիան, հոգեբանությունը եւ վերականգնողական պրակտիկան։ Ձեր ինտուիցիան կդառնա ձեր հիմնական գործիքը։ 2027 8-րդ տարի պրագմատիկ հաջողություն։ Ությակը ձեր հմտությունները շուկա է բերում։ Նուրբ վարպետությունը կբերի նյութական դիվիդենդներ եւ հարգանք։ Ազատորեն սահմանեք արդարգին ձեր անթերի աշխատանքի համար։ 2028 9-րդ տարի ծառայության ցիկլի ավարտ։ Ժամանակն է թողնել առօրյա պարտականությունները, մաքրել հին պարտքերը, այդ թվում բարոյական, տեղ ազատել կյանքի նոր որակի համար։ 2029 առաջին տարի նոր ծես, մեկը նոր առողջ ապրելակերպի, արդյունավետ աշխատանքային համակարգի կամ ձեր հմտությունները բարելավելու կրթական դասընթացի սկիզբ է դնում։ Դուք ձեր սովորությունների ճարտարապետն եք։ 2030 երկրորդ տարի ներդաշնակություն մանրամասնություններում։ Երկուսը սովորեցնում է արդյունավետ գործընկերություններ առօրյա կյանքում եւ աշխատանքում։ Օգնականներին վստահելու եւ վստահելու ունակությունը կհանգեցնի կաճարյալ կարգուկանոնի առանց ավելորդ ստրեսի։ Առողջությունը կբարելավվի ներդաշնակության միջոցով։ Մնացած նշաններին կանդրադառնանք մեր հաջորդ տեսանյութերում, դրա համար բաժանորդագրվիր, որ չկորցնես մեզ։